պահի դրությամբ Արցախի մայրերը ակցիա են անում կառավարական ամառանոցի դիմաց, մունք մեր խոխորձնեց տղանք ու ոզմնք նաշտանք թա ինչա տեղի ունենալու 40+ դադարեցման պարագայում մարդիկ պարզապես տեստի հայտնվել են փողոցում եւ աճարության մեջ ու այս ահավոր բռնի արտագաղթին պետքա մի ձև պայքարած եւ մի ձև հաղթահարած մունք մեր ձևն ենք փորձում կիրառենք ես հույս ունեմ վեր ստեղ օրվա ընթացքում շատ ավելի շատ մամաներ ու երեխաներ են հավաքվելու գոնե մեր դեպքում հույս ունենք վեր բիրտ ուժ կիրառվելու չի ոստիկանները կարծես թե մսնի հետ համակարծիքն վեր պիտի ամեն ինչ խաղաղինի այսին վեր սպասում ենք շատ ու շատ մամաների ու բալիկների մեր խոխեք սոր մսնի հետ պայքարման սա մզետի շատ կարևոր շատ այլ նշանակությամբ ակցիա է, որովհետև ակցիայի բերել քուխոխիտ ու յուրան հետ միասին պայքարել, դա արդեն ինչ-որ ավելի սակրալ բեն է։ Խնդրում ենք բոլոր մամաներին ու իրանց խոխորձը եւ անկախ Արցախցի ընթա Հայաստանի այլ բնակավայրերից են միանշանակ վեճ մին կապ օնեվեճ սա լովչիս պայքարնա ու շատ շնորհակալ կինին վեր շատ մամաներ ու խոխեք միանան մս շնորհակալություն նաեւ այն լրատվամիջոցներին վեր ստեղն հաշվի առնելա վեր սոր Կիրակիա ու շատ-շատերը գտնվում են Գյումրիում, այնտեղ շտեղվեր ընտրություններ է, բայց սա ոչ կարևոր կարծում ակցիա վեր էլի ուշադրության կարիքոն է եւ այս ակցիաները պիտի չի մի օրավ, երկու օրավ բրծնին, պիտի անդադար ենքան խոսենք, ենքան հասկացնենք վեր այդ մարդիկ իրանց որոշումը վերանային, որտեղ այդ որոշումից է կախված Արցախահայության ճակատագիրը ու հատկապես վերադարձի իրավունքի իրացումը Արցախ վերադառնալու եթե նպատակ ունենք, ապա նպատակի հասնելու ճանապարհներից մեկը այնա վեր Հայաստանում ապրենք, սոր փորձում են խոչընդոտին մս, փորձում են մս բռնդին մեր մայր հայրենիքից, ինչը վեր պիտի թույլ չտանք։ Մարիամ Սարգսյան Ես ես արդեն միացանցուցին եւ վստահում վեր բոլոր մամաներին պես կարևոր է, որովհետեւ նախ այն օրեն էլ քեցա մանկապարտեզի դիմալ, որպեսզի կարողանամ կամ գործ անեմ կամ փոխեմ բահին, իսկ ասում եմ վեր տեղահանվածը առաջնահերթություն չունի, այս դեպքում ուզում հասկանամ ո՞ն է առաջնահերթություն, եթե ոչ տեղահանվածը եւ եթե 40+ ծրագիրը որոշում դադարեցնեն, ապա ծնողներն ինձ պիտի իրանց երեխաներին հոգսը հոգալ ուրախում վեր ստեղ էլ կան մամաներ ու երեխաներ եւ կոչում եմ բոլոր նրանց ովքեր վեր մոտը միանան ակցիային Ես նաև մոտիկանամ այլ մամաների եւ իրանց կարծիքներ հրցնիմ, թա ինչի է դին իրանք ստեղ իրանց պայքարը ստեղ ինչի է դիա աննշին վեր ստեղ միայն արցախցի մամաները չեն ստեղ նաև հայաստանյան մեր մամաներն ու իրանց խոխորձնը հետ մամաներից մինինը հետ էլ փորձին խոսին խնդրում ներկայանա ես Ստելլան եմ այդքան էլ հայաստանցի չեմ Պապաս դումացի է, ուղղակի ես Հայաստան եմ ծնվել մեծացել, մեր լեզվով խոսիչ չեմ Մեծ հաշվով բոլորս ենք հայաստանցիներ Ես ուզում եմ, որ դուք պատասխանեք, թե ինչու եք այսօր այստեղ ձեր երեխաների հետ միասին Պարկ կսա, ավել բան չունեմ ասել Պարկ կսա բոլոր արցախցիների հանդեպ Ես շատ լավ գիտակցում եմ, եթե սոցիալական աջակցություն չլինի Արցախցիները ինչ իրավիճակում կհայտնվեն մեծամասնությունը Իհարկե կամ մի 5% երևի որ կարող են գլուխ խանել, այդ իրանց մասին չենք խոսում, բայց մեծամասնությունը Առաջարկում ենք հենց այդ 5%-ի 40+10 դադարեցնել եւ մյուս մարդկանց ովքեր դեռևս բնակարանային հարցը որոնց չի լուծվել, ամենամինիմալ դրանն է 40+10-ը, որ այս պահին այդ մարդկանց ինչ որ ձևով օգնում է այս պահին Բնականաբար Արցախցին ուժեղ է, վաղը մյուս օրը եթե այդ հարցերը այսպես ասած նախ Արցախցուն առաջին հերթին ապրումակցել է պետք, հասկանալ է պետք իրավիճակը լրիվ պատկերացնել է պետք, ու այն խտրականությունը, որ հիմա արվում է Արցախցի, Հայաստանցի, ոնց որում այդ պրոպագանդան լրիվ
իշխանական կողմերից է արվում, բոլորս էլ դա հասկանում են, այդ ամեն ինչ առաջին հերթին պետք չի։ Իսկ ինքը Արցախցի շատ ուժեղ է, եթե իրան շանս տրվի, ինքը կարա ապրի ու ինքը այստեղ իր երկրում ուզում ապրի, Արցախին մոտ լինի ու տենց բոլորս էլ հույս ունենք, որ մի օր Հայաստանը կվերականգնի իր չգիտեմ, փառքը, իր պատիվը ու այս կոպիտ ասած կզած վիճակից մի օր դուրս կգանք։ Ու դրա համար այո, արցախցին մեզ այսօր հացի վիճերի պես պետք է։ Ավելի շատ արցախցին մեզ է պետք Հայաստանում բնակվողներին, քան թե հենց չգիտեմ, դա Արցախի պոտենցիալը ինչ որ ուրիշ երկրում մսել է։ Այդ ուժը մենք պետք է մեր մոտ օգտագործենք ամեն ձևով։ Նշենք վեր 40+10-ի մեր պահանջը նշանակում չի վեր արցախցին ուզում է տարիների վեր 40+10 ստանա, արցախցին պարզապես ասում է լուծեք բնակարանային հարցը, այս պահի դրությամբ հազարավոր մարդիկ պարզապես շահառու չն, եթե 30,000 ընտանիքի օրինակավյոն եւ ընդամենը 52 ընտանիքա կրեցալ իրացնե սերտիֆիկատն դուք պատկերացրեցիք ինչ վիճակա, մեր նպատակը բնակարանային հարցի լուծումն է եւ ոչ հավերժ 40+10-ը ստանալը։ Այս պահի դրությամբ քայլերթավ ակցիան ավարտալ կառավարական ամառանոցի մոտ ու քայլերթային քայլերթավ քինամանք դեպի օպերա, շտեփ է տեղակայված արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբը, նշենք թե ճանապարհին մեր իրազեկման ակցիային մեկու մեջ նաև խոչընդոտելիս լավ, թեև մի քիչ դժվար է պատկերացնելով ինչա հնարավոր երեխաների ու մայրերի փորձել խոչընդոտել, բայց ամեն դեպքում լուրջ ինչ-որ բայց ասել էր ոստիկանների կողմից չի խոչընդոտ ոստիկանները մեր անվտանգությունը լավագույնս պահպանան ամառանոցում, մենք քայլերթի ընթացքում էլ շատ մարդկանց ուշադրությունն ընկրավա մեր պաստառներ ավելուսոնի շատ շատերը կքինան, կշարունակի լրատվականներում եւ այլն հասկանալ հարես կանայք ու երեխաները ինչ նպատակ ավնքայնում այդ տակ օրավը շնորհակալություն բոլոր նրանց ով այդ մտնահետեն եւ կիսում են մեր մտահոգությունները, մեր կարիքներից, մեր նպատակը մինն է, որպեսզի ապացուցենք մեր 40+10-ը այլընտրանք չունե, այլընտրանքը պարզապես անտուն իներն է եւ կրկնակի գաղթականի կարգավիճակ ձեռք բերելը, վեր արցախցի լոզում չի, արցախցի լոզում չի մնա փողոցում, ոսմա մնա յուրան հայրենիքում եւ պայքարե յուրան վերադարձի, հավաքական վերադարձի իրավունքի։